Մինչև հուլիսի 19-ը կատարեք գնումներ իդեալ համակարգի խանութներից եւ ամեն շաբաթ ստացեք հնարավորություն շահելու 500,000 դրամ արժողությամբ ճամփորդական ուղղագիր դեպի Կարմիր ծով, Իտալիա, Իսպանիա կամ ձեր նախընտրած ուղղությամբ։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս քաղաքական վերլուծաբան Գոռ Աբրահամյանն է։ Բարև ձեզ։ Ողջույն։ Պարոն Աբրահամյան, Հայաստանի իշխանություններին շատ են մեղադրել, մասնավորապես արտաքին քաղաքականության մասով, որ ոչ մի պրոակտիվություն չեն դրսևորում, ավելի շատ արձագանքողի դերում են լինում։ Հիմա այս մասով ինչ-որ բան փոխվել է, այսինքն մենք հստակ ռազմավարություն ունենք եւ գնում ենք այդ ճանապարհով։ Ես կարծում եմ տարբերությունները շատ ակնհայտ են։ Մենք ավելի շատ նախաձեռնող ենք հիմա, քան նախկինում։ Եվ այս տեսակետից Հայաստանի արտաքին քաղաքականությունը բավականին նախաձեռնողական է եղել եւ պետք է ասեմ, որ դա ասպես ասենք լավ ուրիշ չէ, ստիպված ենք եղել այդ քաղաքականությունը որդեգրելու, այդպիսի ուրեմն ռազմավարություն իրականացնելու, որովհետև այն անվտանգային մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանը այսօր եւ բախվում է Արցախյան պատերազմից, երկրորդ պատերազմից հետո, ստիպում է ուղղակի, որպեսզի նոր հնարավորություններ ստեղծվեն այդ մարտահրավերները չեզոքացնելու համար։ Եվ այլ տարբերակ քան լինել ակտիվ եւ պրոակտիվ ուղղակի չկա, որովհետև հակառակ դեպքում դու ուղղակի վերածում ես սեղանին դրված այսպես համեղ ուտեստի, որին հատկապես պարտություն կրելուց հետո շատ հեշտ է կուլ տալ, եթե դու ինքդ քեզ պաշտպանելու նաև դիվանագիտական առումով արտաքին քաղաքականության որոշակի այսպես վերանայումներ կատարելու միջոցով ստիպված ես անել։ Եվ մենք գնացել ենք այդ ճանապարհով եւ առաջին կարևոր արդյունքը, որը մենք արձանագրել ենք եւ շարունակում ենք արձանագրել, դա ուրեմն կախվածություններից, ասպես ասենք, մեկ ուղղությամբ կախվածությունից ձերբազատվելն է եւ այդ ճանապարհի վրա ենք գտնվում։ Չեմ ուզում, որպեսզի ասածս ընկալվի այնպես, որ մենք մի ուղղությունից փորձում ենք տեղափոխվել մեկ այլ ուղղություն, ավելի շուտ խնդիրը այստեղ այսպես տարածաշրջանային հավասարակշռման, բալանսավորման, ինչպես որ հայտարարվել է, այս ուղղությունը կրելու հավակնելն է եւ դրանով պայմանավորված իհարկե կրկնում եմ անվտանգությունը երաշխավորելը, որովհետեւ փորձը եւ դառը փորձը ցույց տվեց, որ մենք այլ ընտրանք մեր անվտանգությունն ապահովելու, քան աշխարհակահաղական կենտրոնների շահերի համընկնման ուղղությամբ միջոցներ ձեռնարկել, այս պահին ուղղակիորեն չունենք։ Իսկ այդ հավասարակշռությունը հայտարարված ստացվում է պահպանել օրինակ Արևմուտքի, Ռուսաստանի, Իրանի այլ գործընկերների միջև, հաշվի առնելով աշխարհակահաղական բևեռացվածությունը, դա իրականում հնարավոր է, այսինքն դա ընդհանրապես լոզունգային չէ, դա ավանդական, այսպես ասած, գործընկերներին զուտ չնեղացնելու համար չէ։ Գիտեք, ոչինչ էս չի լինում եւ ի սկզբանե այս մոտեցումը որդեգրելը արդեն ենթադրում էր, որ հնարավոր են նաեւ ընկալումների խնդիրներ մեր ավանդական գործընկերների կողմից, ինչը մենք կոնկրետ մեկ ուղղությունից տեսնում ենք։ Եթե վերցնենք, օրինակ ասենք, նայենք, թե ինչ է տեղի ունենում եվրոպական, այսինքն արևմտյան ուժային կենտրոնների եւ Իրանի հետ կամ մերձավոր արևելյան տարածաշրջանում, հենց կոնկրետ կապված Իրանի գործոնի եւ Իրանի շուրջ տեղի ունեցող process-ների հետ մենք տեսնում ենք, որ Հայաստանը բավականին այսպես կայուն եւ հավասարակշռված դիրքորոշում եւ դիրքավորում ունի եւ սա համենայն դեպս մեծ նյարդայնության տեղ չի տալիս ոչ Արևմուտքում, ոչ Իրանում եւ մենք կարծես թե հաջողել ենք երկու կողմերին էլ բացատրել մեր հիմնական շահերը, ակնկալիքները, հնարավորությունները եւ այն դաշտը, որը այսպես անկեղծ, պարզ, որտեղ մենք անկեղծ, պարզ փորձում ենք խաղալ, այսպես ասած, հա։ Այս պայդրությամբ մենք մեկ կենտրոնի հետ ավելի շատ խնդիր ունենք ընկալվածության իմաստով, թեև այստեղ ոչ այնքան ընկալվածության մասին է խոսքը, որքան ուղղակիորեն մեզ պարտադրվող ընտրանքների,
այստեղ լրացուցիչ աշխատանքի կարիք կա, այո, սա հենց այդ ձեր ասած բևեռացության եւ այդ բևեռացության խորացման հետևանքն է, եւ այս առումով Ռուսաստանի հետ հնարավորինս պարզ խոսելու, բայց որպես հավասար գործընկերներ խոսելու, այսպես ճանապարհը պետք է ընտրենք, որովհետեւ կրկնում եմ, այլ ընտրանք մենք չունենք։ Այս առումով խնդիրը շատ հստակ է, ուղիղ է եւ ազգային պետական շահերի տեսանկյունից Ռուսաստանի վարած քաղաքականությունը բավականին խնդրահարույց է մեզ համար։ Բայց կրկնում եմ, ինչ արած, մենք չենք կարող մեր ազգային շահերը զոհաբերել ուրեմն գերտերության շահերին, մանավանդ մի պարագայում, երբ որ դրա դիմաց որևէ անվտանգային երաշխիք մեզ չի տրվում։ Ամբողջ խնդիրը սա է։ Մենք տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ մեր սուվերենությունը, ինքնուրույնությունը զոհաբերել ենք այդ ապահովվածությանը, բայց պարզվեց, որ այդ ապահովվածությունը կեղծ է, փուչիկ է, եւ այդ փուչիկը շատ արագ պայթեց, երբ որ ամենակարևոր պահին մեր ստրատեգիական գործընկերը, մեր դաշնակիցը մեզ ուղղակիորեն կոպիտ ասած գցեց։ Այդ բառը մի քիչ լավ չի հնչում, բայց լավ է նկարագրում իրերի դրությունը։ Հետևաբար այս իմաստով խնդիր ունենք եւ նկատի ունենալով նաեւ որ Հայաստանյան խորհրդանական ընտրություններից հետո առ այսօր Ռուսաստանը չի ուզում ընդունել ստեղծված նոր իրականությունը, իրավիճակը, կարծում եմ, որ այդ խնդիրները դեռևս պահպանվում են։ Ճիշտ է, վարչապետը այց կատարեց Ռուսաստան, փորձեց որոշակիորեն հարթել միջավայրը, իրավիճակը, բայց այս պահին դեռևս որևէ էական տեղաշարժ մենք չենք տեսնում, բայց ձգտումը հայկական կողմից չլարելու իրավիճակը, այսպես եզրեր գտնելու համագործակցության մենք ակնհայտորեն տեսնում ենք, չնայած որ այն կոնկրետ տնտեսական լծակները, որոնք կիրառվում են Հայաստանի նկատմամբ, դրանք չեզոքացնելու որոշակի հնարավորություններ, այլընտրանքային ուղիներ մեզ առաջարկվել են, մենք փորձում ենք դրանից օգտվել, բայց ամեն դեպքում սա ամբողջ դաշտը փակել չի կարող, դա հասկանալի է եւ դա է պատճառը նաեւ որ մեր կողմից նաեւ այդ ուղղությամբ, այսինքն ռուսական ուղղությամբ ավելի ներդաշնակվածության խնդիր լուծելու ճանապարհն ենք ընտրել, ճանապարհով ենք գնում, հուսանք առաջիկայում Ռուսաստանը ի վերջո ռացիոնալ դաշտ կտեղափոխվի եւ կսկսի արդեն աշխատել իշխանությունների հետ եւ նաեւ հրաժարվել այդ պատժողական քաղաքականությունից, որը հիմա փորձում է իրականացնել Հայաստանի նկատմամբ։ Իսկ ինչ բնույթի աշխատանք է պետք որպեսզի այդ խնդիրները հարթվեն, հա, որովհետեւ հակառակ կողմը, եթե ընկալումների մասին ենք խոսում, չի ընդունում, չի ուզում այն իրերի դասավորվածությունը, որը կա, հա։ Հետաբար ինչ աշխատանք կարող է լինել օրինակ Ռուսաստանի հետ։ Գիտեք, Ռուսաստանի պարագայում մի շատ հետաքրքիր գործոն է աշխատում։ Ռուսաստանը միշտ համակերպվում է այն իրավիճակի հետ, երբ որ տեսնում է, որ ինքը այլևս որևէ ձևով ազդեցություն ունենալ չի կարող։ Զորօրինակ Ադրբեջանը։ Ադրբեջանը տարիներ շարունակ ուրեմն իրականացնում էր անկախացման իրենց բնորոշմամբ Ալիևը վերջերս Շուշիում արտահայտվեց, ապագաղութացման քաղաքականություն էին վարել, որտեղ իրենք այդ ամբողջ սովետական ժամանակաշրջանը համարում են Ադրբեջանի գաղութացում։ Եվ այդ ապագաղութացման ամբողջ process-ը իրականացվել է բավականին այսպես ցնցումների պոտենցիալ ունեցող դրսևորումներով։ Օրինակ ասենք Գաբալայի ռադիոլոկացիոն կայանից ռուսներին դուրս հրավիրելը մեղմ ասած, դրա բնորոշիչն էր։ Նույն կերպ օրինակ ամբողջ ազգային անվտանգության համակարգը, պաշտպանության համակարգը ռուսական ռելսերից դեպի թուրքական կամ նատոական տեղափոխելը նույնպես բավականին արդայնացնող էր։ Եվ ընդհանրապես նաև արտաքին քաղաքականության առումով իրենք աստիճանաբար դուրս եկան այդ դաշտից եւ Ռուսաստանը շատ մեծ այդպես պատժողական քաղաքականություն չկարողացավ եւ չի կարողանում այսօր էլ իրականացնել, ավելին ի վերջո 2022 թվականին գնացին Ադրբեջանի հետ կնքեցին ստրատեգիական գործընկերության
համաձայնագիր, թե հռչակագիր, չեմ հիշում, բայց բոլոր դեպքերում այսօր էլ Ադրբեջանը պարբերաբար իրականացնում է գործողություններ, օրինակ Ուկրաինայի ուղղությամբ իրենց դիրքորոշումը, շատ հստակ դիրքորոշումը տարածքային ամբողջականության հարգման, դրան գումարած ռազմական, չգիտեմ, այլ նյութատեխնիկական օժանդակություն ցուցաբերելու իմաստով ռուսների համար կարծես թե նկատելի չէ։ Մի բան, երբ որ այլ այսպես ԱՊՀ երկրների դեպքում կարող էր լուրջ ցնցումների տեղիք տալ։ Ասենք Զելենսկին գալիս է Երևանում ելույթ ունենում, Ռուսաստանում դա դառնում է մեծ պատմություն, բայց Ադրբեջանը ինչով ասես օգնում է Ուկրաինային, ուրեմն ռուսական ներխուժումը Ուկրաինա իրեն հենց ուղիղ իմաստով արտահայտում է, այսինքն բնորոշում է որպես օկուպացիա եւ դա տենց որևէ բան չի առաջացնում։ Ես սա ինչի եմ ես այս օրինակը բերում Ադրբեջանի, որպեսզի ցույց տամ, որ ի վերջո Ադրբեջանը ստեղծել է մի իրավիճակ, մի միջավայր, որտեղ Ռուսաստանի համար ավելի նախընտրելի է ոչ թե գնալ այսպես դեմարշային քաղաքականության, այլ գնալ գործակցության գոնե պահպանելու են ինչ որ կա։ Հիմա մենք պետք է փորձենք եւս այսպես անել։ Այսինքն մենք իմ խորին համոզմամբ մենք ոչ թե պետք է տաք ջրում հայտնված գորտի էֆեկտով աշխատենք, երբ որ գորտին գցում ես եռացող ջրի մեջ, անմիջապես դուրս է ցատկում, որովհետեւ այրվում է կամ սատկում է։ Իսկ մի իրավիճակում, երբ որ այդ գորտը պարբերաբար, այսպես աստիճանաբար բարձրացող ջերմաստիճանու պայմաններում է գտնվում ջրի մեջ, ինքը ադապտացվում է այդ իրավիճակին։ Ի վերջո էլի սատկում է, բայց բոլոր դեպքերում ադապտացվում է։ Հիմա մենք պետք է փորձենք այս ճանապարհով գնալ, այսինքն ադապտացնել անընդհատ մի ինչ-որ նոր աստիճանի մեր ուրեմն սուվերենության դրսևորումների։ Ինչու է խտացել վերջին շրջանում եւ ինչու են իրենք ուրեմն այսքան արմատական դիրքորոշում արտահայտում, Ռուսաստանի մասին է խոսքը, որովհետեւ վերջի ժամանակահատվածում այն գործողությունները, որոնք Հայաստանի կողմից իրականացվեցին դիվերսիֆիկացման, արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման առումով շատ խտացած էին, այսինքն այնքան վառ արտահայտված էր այդ կողմնորոշման որոշակիորեն փոփոխությունը, որ Ռուսաստանում այսպես դիմադրողական դիրքորոշում որդեգրվեց եւ այս առումով ես համոզված եմ, որ Իրանի հետ, Իրանի ուղղությամբ որոշակի զարգացումները, որին հիմա խոչընդոտում է Միացյալ Նահանգներ Իրան շարունակվող պատերազմը, այդ հնարավորությունների ստեղծումը տարածաշրջանային երկրների հետ որոշակի հարցերում ուրեմն նաև գործակցության գնալը ի վերջո ռուսներին կբերի ավելի ռացիոնալ դաշտ։ Այսինքն ուզում եմ ասել, մենք ռուսները ինչ որ բան չպիտի ապացուցենք հենց ռուսների հետ հարաբերությունների տեսանկյունից։ Մենք մեր քաղաքականությունը մեր հարևանների եւ աշխարհակահական այլ կենտրոնների հետ, ընդ որում խոսքը ըստ պարագային վերաբերում է ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Եվրոպական միության եւ Չինաստանին բոլորի հետ, այսինքն այդ բալանսավորումը կոնկրետ մի ուղղությամբ չի տեղի ունենում եւ մենք դրանով պետք է նաեւ ցույց տանք, համոզենք Ռուսաստանին, որ այստեղ հակառուսականության խնդիր մենք չենք լուծում։ Մենք մեր ազգային անվտանգության խնդիրն ենք լուծում եւ այդ դրա լավագույն ճանապարհը դիվերսիֆիկացիան է եւ Ռուսաստանը պետք է հասկանա, որ ինքը այնքան է խրվել ուկրաինական ճահիճի մեջ, որ ինքը անգամ իր անվտանգությունը հիմա չի կարող երաշխավորելու ապահովել, լուր մնաց ուրեմն Հայաստանին է։ Այնպես որ ես կարծում եմ որոշակի դաշտ կա, կրկնում եմ, այլ ուղղություններով աշխատանք կատարելու, որպեսզի աստիճանաբար Ռուսաստանը համակերպվի այդ մտքի հետ, որ գործ ունի մի երկրի, մի պետության, մի հանրապետության հետ, որը կարող է ինքնուրույն քայլեր ձեռնարկել։ Բարդ է լինելու, բայց ուրիշ ճանապարհ չկա։ Ձեր ասած Ռուսաստանի այդ ադապտացիան, հա, բայց չէ՞ որ հենց Ռուսաստանի կողմից իրականացված քայլերն են նաև բերել այս իրավիճակին։ Այստեղ եւս խնդիր կա, հա, խնդիր Հայաստանի մասով, այն իմաստով, որ մենք կարող ենք հիմա միասին նստել հիշել, որ առանցքային որոշումները, որոնք կայացրել է Երևանը, կայացրել է post factum։ Այո։ ՀԱՊԿ, այսինքն Երևանը այդպես զարմացավ, որ ՀԱՊԿ-ը իրեն ոչ արձագանքում է, ոչ օգնում է, դրանից հետո որոշեցին, որ մեր անվտանգային հովանոցը չի աշխատում, հա։ Զենքը
չվաճառեցին, դրանց դու գնացին դիվերսիֆիկացիայի ռուսական շուկան, ԵԱՏՄ շուկան փակեցին, սկսեցինք ակտիվ հիմա Եվրոպական միության հետ որոշ ապրանքներ արտահանել ԵՄ ու այսպես շարունակ, հա երկու բարգան է խնդիրը, հա խնդիրը որ Մոսկվան ինքն է նախաձեռնել այս իրավիճակը եւ խնդիրը որ Երևանը ինքը չի նախաձեռնել, այսինքն ինքը տեղի ունեցել մի բան, որից հետո նոր, այսինքն չի եղել որևէ կանխատեսելիություն, էլի։ Ու հետեւաբար այս համատեքստում, երբ որ իշխանությանը բարձրացնում են տարատեսակ կարևոր հարցեր, որոնք այս կամ այն կերպ կամ շատ ուղիղ փոխկապակցված են Ռուսաստանի հետ, օրինակ Ռուսաստանն է գնում այստեղից, մենք ոչինչ չենք անում։ Լավ չի, որ մենք ոչինչ չենք անում։ Իսկ եթե ինքը չգնար մնալու էր, իսկ եթե իր ներկայությունը շատ լավ են չենք թողում գնա, մենք ինչ ենք անում դրա համար, հա? Կամ երբ բարձրացնում են ռազմաբազայի հարցը, չկա այդպիսի հարց, մեր տեսադաշտը չի փակում ռազմաբազան, կարա չէ լինի մտավախություն, իսկ ինչ կարող է լինել, որից հետո նոր ռազմաբազայի դուրսբերման հարց Երևանը կբերի օրակարգ։ Այսինքն ամեն անգամ պետք է ինչ-որ դանակը գահացնի ոսկորին, որ դրանից հետո մենք ինչ-որ նաև երևի մեր մենթալիտետին ինչ-որ հատուկ է, ես թեկուզ մեր կենցաղավարության մեջ, անձնային հարաբերությունների մեջ, միջև ինչ-որ sense նշանային բան չի լինում, նոր չենք ասում, լավ թող մի հատ էլ լինի, որ իսկապես վերջը լինի սա, հա, այս մոտեցումը փոխվել է։ Գիտեք, Հայաստանի նման փոքր երկրի պարագայում շատ դժվար է նման գերտերությունների պարագայում այդպես շատ ուղղակի դեմարշային քայլեր իրականացնել եւ դա կարող է հղի լինել շատ ծանր հետևանքներով։ Այսինքն որպեսզի մենք կարողանանք Ռուսաստանի ազդեցությունը այս Հայաստանում թույլաtsնել, ընդ որում ազդեցություն ես եւ քաղաքական նկատի ունեմ, եւ հոգեբանական, եւ մենթալային, եւ տնտեսական իհարկե, եւ ժողովրդագրական առումով, որովհետեւ գիտեք, բավական մեծ թվով մարդիկ Հայաստանի բնակիչներ գտնվում են Ռուսաստանում, եւ Ռուսաստանը այդ մարդկանց կամ այդ հանրույթին օգտագործում է Հայաստանի նկատմամբ կամ Հայաստանի հանրության նկատմամբ որոշակի հոգեբանական, սոցիալ-հոգեբանական ներգործություն ունենալու համար, հա։ Այսինքն մենք այն աստիճանի կախվածությունների մեջ ենք եղել Ռուսաստանից, որ այսպես նախաձեռնողական կերպով Ռուսաստանին այս տարածաշրջանից կամ Հայաստանից հեռացնելու ուղղված քայլերը իսկապես կարող են շատ ցավոտ լինել հենց մեզ համար։ Դրա համար ես հակված եմ կարծելու, որ այդ շատ աստիճանաբար պետք է լինի եւ պետք է այլընտրանքներ ստեղծելու ճանապարհով դա լինի։ Այսինքն երբ որ օրինակ շատերը այդպես ռոմանտիկ բաներով, եթե բան չլինի Ռուսաստանից չբերենք բան, գազ չբերենք ուրիշ տեղից բան կանենք, ես համաձայն եմ դրան, բայց եկեք ստեղծենք այդ պայմանները, նոր հրաժարվենք դրանից, որպեսզի մենք ինքներս մեզ ապահովագրած լինենք։ Տեսեք, Ռուսաստանը ինքն է այսօր ստիպում, որ արդեն այսօրվանից մենք որոշակի քայլեր, այլընտրանքների ձևավորման քայլեր իրականացնենք եւ այդ առումով ինձ սխալ չհասկանան, ես շնորհակալ եմ Ռուսաստանին, որ այսպես ոնց որ թե մեզ ստիպում է, որպեսզի ավելի արագացնենք այն, ինչ որ արագացնում ենք, ինչ որ ստիպված ենք իրականացնել։ Այլ իրավիճակներում մենք միգուցե այդպես էլի համակերպվեինք, որտեղ Ռուսաստանն է, այստեղ ունի գլոբալ շահեր, այդ շահերը զուտ Հայաստանի մասշտաբը չեն, շատ ավելի լայն է, մենք պետք է դա նկատի ունենանք, շատ լավ, բայց իրենք են արդեն մեզ դնում այդ ամեն ինչից դուրս, այսինքն իրենք են մեզ դնում երկընտրանքների առջև։ Հետևաբար քաղաքականության իմաստով, հիմնավորվածության, քայլերի հիմնավորվածության իմաստով, բոլոր դերակատարների համար հասկանալի լինելու իմաստով, իսկ շատ կարևոր է, որովհետև չպետք է այնպիսի տպավորություն լինի, որ Հայաստանը անվստահելի գործընկեր է, որովհետև մի ուղղության վրա այդպիսի բան ձևավորելը, կարծիք ձևավորելը կարող է, ասենք, որոշակի ընկալումներ ձևավորել այլ ուղղություններով եւս, ինչը մեզ բացարձակապես պետք չի։ Եվ այս տեսակետից Հայաստանը որևէ այս ուղղությամբ Հայաստանի պասիվությունը ինչ որ առումով ընկալելի է, բայց կրկնում եմ, հենց ինքնին է հանգամանքը, որ Ռուսաստանն ինքն է ստեղծել այդ պայմանները եւ ինքն է ստիպում, սա մեզ պետք է հնարավորություն տա օր առաջ այդ այլընտրանքներն ստեղծելու։ Ընդ որում արդեն իսկ այդ ճնշումները եւ այդ պատժողական քաղաքականության մասշտաբներն այնպիսին են, որ հիմա ինքներս արդեն կարող ենք շատ ավելի լայն ու շատ ավելի, ասես, ընդգրկուն ուղղություններով ավելի նախաձեռնողական լինել։
այսպես ասած, տարանջատման կամ փոկվելու ռուսական ազդեցությունից փոկվելու իմաստով, հա։ Եվ մի քիչ վախվորած են իհարկե դեռևս քայլերը։ Մենք շատ լավ տեսնում ենք, որ նաև Հայաստանի իշխանությունները չեն ուզում Ռուսաստանի հետ ամեն դեպքում լուրջ կոնֆլիկտեր ունենալ, բայց բոլոր դեպքերում նաև տեսնում ենք զուգահեռ քայլեր, ընդ որում քայլեր այլ գործընկերների մեր հատկապես եվրոպական եւ Միացյալ Նահանգների գործընկերների կողմից օժանդակությամբ, որոնք այո ստիպում են մեզ կամ թույլ են տալիս մեզ ստեղծելու այդ այլընտրանքային միջոցները կամ այլընտրանքային ուղիները էներգակիրների առումով, այլ շուկաներ մեր գյուղատնտեսական, ընդհանրապես մեր արտադրության համար այլընտրանքային շուկաներ գտնելու իմաստով, բայց այստեղ մենք խնդիր ունենք արդեն որակական հատկանիշների կամ որակի ստանդարտներին համապատասխանեցնելու իմաստով, եւ հենց այստեղ է որ մենք պետք է այդ այլընտրանք հենց այստեղ, այսինքն զուտեն չի որ դու ես շուկայից դուրս ես գալիս, գնացիր մի շուկա, որովհետեւ պետք է իրենց պահանջներին կարողանաս համապատասխանել։ Ինչքան էլ ուզում է թող Ռուսաստանն ասի, որ ԵԱՏՄ-ի պահանջները լրիվ ուրիշ են, ԵՄԻ-ը ուրիշ են, թող ուրիշ լինեն, բայց գոնե մենք ԵՄԻ-ի ուղղությամբ կստեղծենք այդ բազան, որի հիման վրա, երբ որ այսպիսի իրավիճակ կառաջանա, մենք արդեն հանգիստ կարող ենք մեր արտադրանքը ուղղել ուրիշ շուկաներ եւ այստեղ որևէ հնարավոր պոտենցիալ ճնշումից ազդեցության մտավախություն մենք չենք ունենա կամ այդ մտավախությունը շատ քիչ կլինի։ Բայց այդ ժամանակին օրինակ մենք Իրանի հետ կառուցած լինեինք երկրորդ գազատարը ավելի խոշոր եւ որը որ ուրեմն այդ 4 միլիարդ խորանարդ մետրը, որը որ բավարար է Հայաստանի ներքին շուկայի համար, կարողանայինք դրանով բերել, մենք այդքան վախվորած այսօր քաղաքականություն չէինք իրականացնի հենց էներգետիկայի իմաստով եւ ստիպված չէինք լինի մտածել մեկ էլ ադրբեջանական ուղղությունից բերելու որպես ռուսականի այլընտրանք, որտեվ իրականում ինձ համար էնել է այդպես վինտիլային տրամաբանությամբ էնել, այսինքն երկուսի կողմից էլ հավասարապես կարող են մեր նկատմամբ այդպես բաներ իրականացնել։ Այս առումով էլի այլընտրանքների կարիք մենք ունենք։ Եվ պետք է այդ ուղղությամբ աշխատանքներ կատարենք, որպեսզի ոչ Ռուսաստան, ոչ Ադրբեջան մեր նկատմամբ վինտիլային տրամաբանության քաղաքականություն իրականացնելու ռեսուրս չունենան։ Դա այստեղ շատ հետաքրքիր է, օրինակ երեկվա Ադրբեջանի նախագահի հայտարարությունների մեջ այդպիսի ենթատեքստ ես նկատեցի։ Այն որ ասում էր, որ հուսալի աղբյուր է գտել Հայաստանի դեմս Ադրբեջանի երկիրների։ Եվ այդ իմաստով, որ նաև ակնարկել է փաստորեն ստացվում է, որ բանակցությունների ժամանակ ըստ էության Եվրոմիության կոմիսարների, որտեղ այս կարճ ժամանակահատվածում մի ամսվա ընթացքում վերջին Ադրբեջան այցելել են Եվրոմիության ամենաբարձրաստիճան պաշտոնատար անձինք, վերջում էլ այնտեղ գնաց Եվրահանձնաժողովի ղեկավարը։ Եվ փաստորեն ստացվում է, որ այդ բոլոր հանդիպումների ժամանակ իրենք քննարկել են հարցը, թե ինչի են Հայաստանի դիտարկում որպես տարածաշրջանային, այսպես տրանզիտային երկիր։ Այդ ինչ պոտենցիալ ունի Հայաստանը, որ շեշտը դրում է, այսինքն իրենց մտավախությունը նա է, որ իր տրանզիտային հնարավորությունների միջոցով Հայաստանը դառնալու է գործոն, սուբյեկտ, որը իրենց չափավորելու է ըստ էության եւ իրենց հավակնությունները հետագա չափավորելու է այստեղ։ Հիմա իրենք ուզում են, որպեսզի ծանրության կենտրոնը տեղափոխվի Ադրբեջան եւ Հայաստանը միշտ կախվածության մեջ լինի եվրոպական քաղաքականությունից, ադրբեջանական քաղաքականությունից եւ չդառնա գործոն եւ չդառնա սուբյեկտ։ Հասկանում եք, այս խնդիրն է եւ էսա, որ ինձ ստիպում է այս մտածելու, որ մեզ համար էականորեն ոչ մի տարբերություն չկա, ռուսական ճնշումներ կլինեն, թե ադրբեջանական կախվածություն կլինի, մենք պետք է երկուսին էլ այլընտրանք ունենանք։ Ձեր վերած օրինակը հա նույն Իրան խողովակաշար, նոր ավելի մեծ, համենայն դեպս հանրային տեղեկություն չկա այդ հարցով զբաղվում են թե չեն զբաղվում, եւ իմ ասացի տրամաբանությունը հետեւյալում է նաեւ որպեսզի հասարակության համար, քաղաքացու համար, տնտեսվարողի համար, հա, ավելի կանխատեսելի լինի ապագան, որովհետեւ այնպես չստացվի, որ Հայաստանը միշտ
այլ երկրի որոշումների եւ գործողությունների ազդեցության ներքո է անում ինչ որ մի բան։ Ինքը իր որոշումը չունի, հա, որովհետեւ մենք այդպիսի փորձ ունեցել ենք, չէ՞, օրինակ 2013 թվականին։ Հայաստանը գնում էր ասոցիացիան համաձայնագրի, մեկ էլ բարև ձեզ։ Գնում ենք Ռուսաստան, կոպիտ ասած, հա։ Այսինքն այս հեղեղուկ վիճակը, բարձր է որ ազդեցությունների կարող պետք է նաև լինես բնականաբար շուրջը, որ իրադարձություններ են կամ թե դրանք հենց քեզ են ուղղված կոպիտ ասած, բայց նաև դու պետք է ինչ-որ որոշումներ կայացնես, որոնք բնականաբար ունենալու են էլի ազդեցություն, հա, եւ էլի, այսինքն մենք պետք է կարողանանք կառավարել եւ մեր որոշումների ռիսկերը եւ կառավարել այո դրա արդյունքները, շատ կոպիտ ասած, եւ ավելի կանխատեսելի միջավայր պետք է ձևավորի Հայաստանը, ոչ թե մենք զուտ ասենք դե հապկը չի օգնեց, դա համար մենք մեր անվտանգությունը, չգիտեմ, վերանայում ենք, զենք չտվեցիք, դրա համար ուրիշ տեղից զենք ենք առնում, իատման փակեցիք, դրա համար գնում ենք եվրոպական շուկա։ Հիմա որ վաղը բացեն, ասելու եք լավ, եկեք նորից կենտրոնացեք այնտեղ։ Ես ձեր տրամաբանությունը հասկանում եմ, բայց չեմ կարծում, որ հայտարարությունների բուն իմաստը, այսինքն ձեր ասած տրամաբանությունը հենց մեր արտաքին քաղաքականության փիլիսոփայությունն է։ Ես այդ հայտարարությունները կամ այդպիսի դիտարկումները հենց կապված Ռուսաստանի հետ, թեկուզ զենքի մատակարարման իմաստով, ՀՊԿ-ից ակնկալիքների իմաստով, ես դիտարկում եմ ավելի շատ որպես ռուսական նարատիվներին պատասխանելու դրսևորում։ Այսինքն մենք հասկացել ենք, որ ոչ թե նոր ենք հասկացել, իրականում շատ վաղուց բոլորս էլ գիտեինք։ Դեռ այն ժամանակ, երբ որ ՀՊԿ գագաթաժողովում Նազարբաևը նամակներ կարդում Ալիևի, բոլորի համար պարզ էր, որ այնտեղ մենք որևէ հույս այդ կառույցի հետ չենք կարող ունենալ։ Եվ հիշում եք 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո, երբ որ Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ-ի, եթե չեմ սխալվում, գագաթաժողովներ, թե այդպես սամիթ էր ինչ-որ, որտեղ վարչապետներն էին մասնակցում եւ Մեդվեդևն էր այն ժամանակ եկել էր Հայաստան եւ Հայաստանը հարցեր էր տալիս Ռուսաստանին, բայց ինչպես պատահեց, այս ինչու եղավ։ Այն ժամանակ էլ էր Սերժ Սարգսյանն ասում, բայց ոնց բացատրեմ ժողովրդին Ռուսաստանից պահվածքը։ Այսինքն դեռ այդ ժամանակ բոլորին եւ նաեւ իշխանությունների գործող իշխանությունների համար հասկանալի էր, որ մենք ՀԱՊԿ-ից հույսեր չենք կարող ունենալ։ Այո, հենց այդտեղ պետք է մենք քայլեր ձեռնարկեինք, այլընտրանքներ ձևավորելու թեկուզ դանդաղ, բայց պետք է քայլեր ձեռնարկեինք։ Մենք սպասեցինք այնքան մինչև պատերազմի արդյունքում ունեցանք կորուստներ, ինչպես դուք ասացիք, եկավ ոսկորին հասավ, նոր սկսեցինք քայլեր անել այդ ուղղությամբ։ Բայց այստեղ աշխատեց այն մեխանիզմը, որ մեզանից չսկսի հանկարծ։ Այսինքն այնպես չանենք, որ մեզ մեղադրեն ոչ գործընկերային վարկագծի մեջ, անվստահելի գործընկերոջ կերպարային սկավապարերի մեջ դնելով։ Բայց դա շատ թանկ է արժանում ամեն անգամ։ Այո, համաձայն եմ ձեզ հետ, թանկ է, փոքր երկրների ճակատագիրն է այդպես, ակնհայտ է դա։ Եվ այս իմաստով, կրկնում եմ, ռիսկերի կառավարումը այսօր պակաս կարևոր չի, քան համարձակ որոշումներ կայացնել, որովհետև հիմա եթե մենք շատ կտրուկ որոշումներ կայացնենք, մեր նույն տնտեսվարողներին չեն կարող բացատրել, ինչու էսպես պատահեց։ Մարդիկ տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ ադապտացվել են եւ իրենց ամբողջ ենթակառուցվածքային համակարգը կառուցել են կոնկրետ շուկայի համար, շուկայի պահանջների բավարարման համար։ Հիմա մենք իրենց ասում ենք, չգիտեք, որովհետեւ էսպիսին է, մենք այսպես շատ անորոշ հեռանկարով կայացնում ենք հրաժարվելու որոշում, թեև այդ որոշումը այնտեղից է գալիս, պես պարտադրվում, ոչ թե մենք ինքներս ենք ընտրում, բայց ոչինչ, որ եթե այդպես է, փորձենք ուրիշ շուկաներ, այդպես չի լինում։ Այդպես չի լինում, որովհետև դու արդեն քո ներքին լսարանի հետ ես խնդիր ունենում, որովհետև պետք է կարողանաս բացատրել այդ մարդկանց, եթե սա չենք անում, ապա ինչ ենք առաջարկում իրենց։ Եվ այս իմաստով միշտ քո այդ ռիսկերը նաև մի քանի քայլ առաջ մտածելու եւ չափելու կարողությունն է, այսինքն մեզ համար պետք է ակնկալելի լիներ, չէ, որ վաղը մյուս օրը կարող է Ռուսաստանը փակել իր շուկան։ Եվ այդ զորի այդ բանը, այդ ռիչակը կամ այդ լծակը
Ռուսաստանը պարբերաբար ցույց է տվել, որ կարող է կիրառել եւ այստեղ օրենք, օրինականություն, լեգիտիմություն, որևէ նշանակություն չունի։ Ինքը քաղաքական գործիք է կոնկրետ, որը պարբերաբար կիրառվում է տարբեր երկրների նկատմամբ։ Հիմա հերթը Հայաստանինն է, այդ նույն ճանապարհով անցել են Ուկրաինան, անցել է Մոլդովան, հիմա հերթը Հայաստանինն է։ Մենք պետք է կանխատեսենք, չէ՞, որ Ռուսաստանը այսպիսի քայլ է ձեռնարկելու։ Մենք ինչ ենք արել այս ամբողջ ընթացքում մեր արտադրական հզորությունների գյուղատնտեսական կլինի, թեթև արդյունաբերության կլինի եւ այլն, իրենց որակական ստանդարտները եվրոպականացնելու ուղղությամբ։ Ես կարծում եմ շատ քիչ բան ենք արել, մեղմ ասած։ Եվ դրա համար կանգնել ենք այսօր այս խնդրի առջև, շուկան փակել են, մենք ուրիշտեղ չենք կարողանում վաճառել մեր ապրանք, արտադրանք։ Սա է խնդիրը, այդ որը դուք ասում եք ռիսկերի կառավարում, ես այսպես եմ հասկանում, կանխատեսել, հասկանալ ինչ հնարավոր սահմանափակումների կարող է զբաղվել եւ դրան ընդառաջ ձեռնարկել այսպես կանխարգելիչ միջոցառումներ։ Մի խոսքով Հայաստանը դանդաղ է շտապում։ Շատ դանդաղ է աշխատել, այո, ես գոնե հուսով եմ, որ գոնե հիմա այդ հաշվարկները ավելի այսպես հաշվարկներ կատարելու ստրատեգիաներ մշակելու իմաստով, ընդ որում կանխարգելիչ իմաստով առաջին հերթին կանխատեսելիության իմաստով եւ կանխարգելման իմաստով, այսինքն այս երկու գործոնները մեր քաղաքականության մշակման, ստրատեգիաների մշակման կոնտեքստում կգա առաջին պլան։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս քաղաքական վերլուծաբան Գոռ Աբրահամյանն էր, մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։